Ես ուղղակի փորձում եմ այս ամենի ետևում փորձ հերթական անգամ լարել հասարակությանը եւ արդեն իրենք հասել են մի վիճակի, երբ որ ստիպված են այդպիսի բաները օգտագործել, որպեսզի բախումներ հրահրեն ոստիկանության, ԱԱԾ-ի աշխատակիցների միջև եւ մարդկանց միջև, որոնք տեսնում են եկեղեցու վրա հարձակում։ Եկեղեցու վրա ոչ մի հարձակում չկա։ Կա հստակ գործողություն, որը ուղղված է մարդկանց դեմ, ովքեր որ խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Եթե վաղը ես դուրս գամ փողոց կամ հարցազրույց տամ եւ նշեմ, որ պետք է լինի ռազմական հեղաշրջում, որտեղ են մեր գեներալները, որտեղ են ԱԱԾ-ի պաշտպանության նախարարության եւ ոստիկանության գեներալները, ինչու նրանք դուրս չեն գալիս եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնում, ինձ էլ կկանչեն եւ ես սուսփուս կգնամ եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում, որևէ պատճառ չեմ տեսնում, ինչու պարոն Աչապահյանը չպետք է գնա եւ բացատրություն տա իր հակասահմանադրական արարքի համար։ Այնպես որ ստեղ իրենք հասել են մի վիճակի, իրենք հասելով ես նկատի ունեմ Գարեգին Բ-ին տվյալ դեպքում եւ այդ մի քանի արքիեպիսկոպոսներին, մի քանի մարդատ է։ Եվ ասում են եկեղեցի, սա եկեղեցու հետ խնդիր չկա, սա խնդիրը մի քանի հոգու հետ է, որոնք թաքնվում են եկեղեցու ետևում եւ հակապետական, հակասահմանադրական գործունեություն են ծավալում։